Փորձուկը դրան մոտ, Ավրորան խոտերի մոտ գնաց են։ Արթնացան, ինձ տեսան։ Սիրուններս։ Հա, Ավրորը խելոք գնացեք ներս, հեսա մտնում են փիսիկների մոտ կա, հանով նվաս։ Գնացեք ներս կա, մտնում են փիսորների մոտ կա։ Մուլտիկ, չէի նկատե, որ շորի վրա ես, արիք է, գերեք ու լավ պահեք ձեզ, ամեն օր հույս եմ պայպայում ձեզ էստեղից հանելու, սակայն ամեն ինչ այդքան հեշտ չի, որքան թվում է, ուզում էի պատրաստի ձեզ համար տնակ պատվիրել, 600,000 գումար ուզեցին, ստիպված դրա 1/6 պետք է ծախսեմ և պատրաստեմ սիրուններս։ Մուլտիկ չես գալի ուտես, դու գիտես լավ։ Եկեք, պուպուշներս, գնացիք ձեր տեղը։ Լավ եք։ Արի որդու, կարևորը լավ լինեք, գնացեք։ Երբ կլինի ես տեղը չգամ, իրականում չեմ կարող մանրամասնել, բայց իմ ամենահին և ամենաչսիրած տեղն է այստեղ, որտեղ ես կարող եմ ասել մոտ 5 տարի գալիս էի, շուն ու կատու կերակրելու նպատակով։ Տեսան ճաշ եմ բերել, վազելով ուրախ եկան։ Հիմա խելոք նստեք, ես ինչ փոշի ես անում Ավրորա։ Առաջ փորձուկին առանձին էի տալիս, մայր ու աղջկան միասին։ Հիմա Ավրորան միայնակ, իհարկե երբեմն նաև իրենք միասին են ուտում, բայց ամեն դեպքում առանձին եմ տալիս։ Փոփուշներս կերեք, հիմա չոր էլ կտամ։ Կերեք նաև չորը ու լավ պահեք ձեզ։ Այս մեկ ամսվա կորուստները այնքան շատ էին, որ էլ պատրաստ չեմ։ Խնդրում եմ ձեզ լավ պահել, լավ։ Արիսը։ Արի Արիսը։ Սպիտակ, վախկոտ։ Եկեք։ Մյուսներին եք ասեք կգաք կուտեք։ Դե գեր սևուկս։ Վախկոտ ներս արի գեր։ Էդ սպասում եք ես դուրս գամ նոր գաք։ Բավորություն է, որ վախենում են ներս մտնել։ Մի վախեցի, գնա ներս գեր։ Ես գնում եմ, դուք ներս անցեք գերեք։ Ես այն մյուսներն եք գնալիս։ Եկեք։ Գեր սիրուն։ Ես դու սիրունից վախենում ես, արի եստեղ գեր։ Գեր սիրուն։ Չարա պահել իրան ջղայնացել ես։ Գեր։ Էй, փոքրիկ, այս կողմն էլ կատու գեր։ Շտական կերը վերջացել էր դրա համար սրանից և կատուների կեր եմ ու մի քանի հատ պաշտետ եմ գնել։ Դե կենդանիներին պետք է կերակրել, իմունիտետը բարձր լինի, գարունը և ամեն տեսակ հիվանդություններ գալիս ու կպնում են դրսում ապրող խեղճ ու կրակներին։ Հասկի ոնց ես։ Հիմա։ Խաղում էի, թողուտին ու քո մռութը ինչ եղե, դրա համար ես խեղճացել։ Այդքան ասում էի, երկուսում եք։ Բոլորի հետ կռիվ էի կանում, արդյունքը դա պետք է լիներ, բա ինչ։ Հա, եկա այստեղ ստուգելու կերերը, որովհետև առայժմ ոչինչ չեմ ասի, բայց կասկածներ ունեմ, ոչ մի կեր չկար, շներս նույնպես չկան։
Մնում է մի հատ էլ պահակ կանգնեմ, տեսնեմ արդյոք իրենք են ուտում, թե ինչ-որ մարդիկ իրենց պահած շներին են հետևիցս գալիս տանում տալիս։ Ունեմ նաև նման կասկածներ, ցավով եմ ասում այդ մասին։ Ստիպված եմ չթողնել կերեմ, գալ կուտեն, ինչքան կուտեն այդ պահին, չէ, պետք է հավաքեմ, որովհետև ուղղակի այստեղ մարդիկ ուրիշ կերպ են մտածում, երբ որ ասում ես մի պահի կենթանի, ոնց կլինի, բայց դրսի կենթանիների հաշվին կարող են։ Ասենք ես բան ու գործ չունեմ, կերը լցնում եմ, գնում, որ կենթանիներս գան ուտեն, մի հատ էլ պետքա պտտվեմ, գամ ստուգեմ, կերել են, թե հավաքել են, լարել են, դրա համար էլ չեն մտնում ներս։ Չգիտեմ ինչ ասեմ, իսկ։ Բայց մարդկային չի դա։ Գնա քո տարածք դու կերել ես։ Մի բան զգում էի, ունեի կասկածներ ու իմ ինտուիցիան ինձ երբեք չի խաբում։ Ստիպված այս անգամ որոշեցի ստուգել։ Երբ կլինի օրենքը գործի, որ ամեն մեկը իր կիսաքանդ բոստանում ուշադրություն ցեղական կենթանի պարոդի, այսպես ասած, չբերի ու անունը դնի, թե պահում է։ Կեր, փուչուր, կեր։ Հա։ Կեր արջո ջան։ Բրդոտ արջս։ Ուշս։